Սպառնալիքների մասին ահազանգ է հնչեցնում Հայաստանի ազգային անվտանգության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։ Ըստ նրա, ամենամեծ վտանգն այն է, որ առաջիկա 5-ից 10 տարվա ընթացքում Հայաստանը կարող է հայտնվել արևմտյան Ադրբեջանի գաղափարի ներքո, թե փափուկ, թե կոշտ ուժի կիրառման միջոցով։ Նախկին պաշտոնյայի գնահատմամբ սա ոչ միայն իրական սպառնալիք է, այլև առկա բոլոր խնդիրների հնարավոր վերջնական հանգուցալուծումը։ Հայ մարդ այսօր իրեն անվտանգ չի զգում թե Հայաստանում եւ թե արտասահմանում, որովհետեւ խախտվել է մեր անվտանգային ողջ համակարգը։ Կան ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքներ, վտանգներ եւ այսօր ցավոք սրտի անձամբ ես չեմ տեսնում դրանց հաղթահարման ճանապարհը, որովհետեւ գնալով թե մեր շուրջը, թե մեր ներսում ամեն ինչ ավելի խառն է դառնում։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով անվտանգային խնդիր կարող է դառնալ այս իշխանության վերընտրվելը։ Այդ դեպքում նրա խոսքով Հայաստանի լինելիության հարցն է առաջանալու։ Նրա կարծիքով Հայաստանն այսօր մի քանի մակարդակներով կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, որոնք անցնում են ոչ միայն ավանդական ռազմական սպառնալիքների, այլև ներքին հասարակական լարվածության ոլորտներով։ Վտանգները բազմազան են, բազմաթիվ են եւ ոչ միայն կապված են անվտանգության ավանդական սպառնալիքների հետ, ոչ միայն կապված են թշնամական ներխուժումների, պրովոկացիաների հետ, այլև շատ վտանգավոր է ներհասարակական լարվածության շարունակումը, ներքին ատելության բորբոքումը, շարունակումը, ինչը անընդհատ արվում է իշխանությունների կողմից։ Նրա գնահատմամբ ներկայիս իշխանությունը շահարկում է սահմանային իրավիճակը Ալիևի կողմից տրված քաղաքական քարտ բլանշի ներքո խաղաղության թեման հանրությանը ներկայացնելու համար։ Մենուա Սողոմոնյանի կարծիքով ընտրություններից հետո Ադրբեջանը կարող է բարձրացնել տարածքային պահանջներ, առաջին հերթին Տիգրանաշեն, Վերին ոսկեպար եւ Ազատամուտ բնակավայրերի վերաբերյալ, որոնք հանրության շրջանում հայտնի են անկլավներ անվամբ, սակայն իրականում պատմագիտական ու իրավական հիմքեր չունեն։ Ընտրություններից հետո, եթե հանկարծ այս իշխանությունները վերարտադրվեն, մնան իշխանության, առաջին եւ ամենահեշտ զիջումը այդ տեսքով է լինելու իմ խորին համոզմամբ։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով գործող իշխանությունը ստեղծում է լուրջ բարոյաիրավական խնդիրներ, հատկապես ընտրությունների շրջանում։ Նրա դիտարկմամբ, եթե երկրի ղեկավարը սպառնում է քաղաքացիներին պատերազմով իբրև նախընտրական քարոզչության միջոց, դա նշանակում է, որ հանրությունը կանգնած է ներքին անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև։ Սահմանադրագետի խոսքով իշխանության կողմից խաղաղության եւ պաշտպանության եզրույթների շահարկումը իրական խաղաղության երաշխիքներ չի տալիս։ Մասնավորապես նախաստորագրված փաստաթղթերը եւ միջազգային պայմանագրերը, որոնք հայկական կողմը ներկայացնում է որպես հիմք, դեռևս ուժի մեջ չեն մտել եւ չեն ապահովում Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մելոյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմն այդ նախաստորագրված փաստաթղթով նախապայմաններ է թելադրում, ստանալով ռազմավարական առավելություններ։ Օրինակ այնտեղ ամրագրված է 907 բանաձևի սառեցման կասեցումը, Մինսկի համախմբի լուծարումը, ինչը ադրբեջանական կողմի բաղձալի երազանքներից ու մեծագույն ձեռքբերումներից է նույն Արցախյան հարցի համատեքստում։ Այնտեղ ամենալրջագույն վտանգավոր դրույթներից մեկը, որ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անխոչնդոտ կապ ապահովել Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջևանի Հանրապետության միջև։ Անվտանգության եւ քաղաքական խնդիրների համատեքստում Մելոյանն ընդգծում է, որ ներկայիս քաղաքական ուժի գործունեությունը մեծացնում է Հայաստանի եւ նրա քաղաքացիների նկատմամբ սպառնալիքները եւ այդ ընթացքում չի կարող խոսք գնալ իրական խաղաղության մասին, քանի դեռ իրավական հիմքերը բացակայում են, տարածքային ամբողջականությունը խարխլված է, իսկ իշխանությունների վարքագիծը շարունակում է սրել ներքին լարվածությունը։ Ինչպիսի խաղաղության եւ անվտանգության մասին կարող է խոսք լինել, երբ անգամ են քարտեզը, որ իրենք քարոզչական նպատակներով բաժանում են մարդկանց ու մեծակուն ձեռքբերում են համարում են իրավիճակում, երբ այդ քարտեզը իրենց իսկ արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունքում էականորեն նվազեցվել է մասշտաբներով։ Այդ քարտեզի սահմաններում այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ներկայություն կա։ Ամփոփելով մասնագետները կարծում են, քանի դեռ Բաքվի բանտերում պահվում է ավելի քան 2 տասնյակ հայ, գործող իշխանության առաջ քաշած մոդելը չի կարող դիտվել որպես իրական խաղաղության կամ անվտանգություն ապահովող մեխանիզմ։